կկատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Սիրելի ժողովուրդ, բարև ձեզ։ Ես այս անգամ թվերից ու տնտեսական ցուցանիշներից չեմ խոսի։ Իրականում կարելի է շատ երկար այդ ամեն ինչի մասին խոսել, որովհետև շատ բան է արվել վերջին տարիների ընթացքում, բայց ես կուզեմ ընդամենը երկու կարևոր շեշտադրում անել։ Առաջինը պարոն Ռուբինյանը արդեն ասեց, այն բոլոր ձեռքբերումները, որ մինչև այսօր արձանագրվել են, եղել են ձեր եւ մեր համատեղ աշխատանքի արդյունքում։ Դուք աշխատել եք, բարիք եք ստեղծել, հարկեր եք վճարել, մենք ձեր վճարած հարկերը ազնիվ եւ սրտացավ ձևով ուղղել ենք այն տեղերը, որտեղ դրա կարիքը կա, ի նպաստ մեր ժողովրդի եւ պետության։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը այն բոլոր ձեռքբերումները, որ մինչև այս պահը մենք ունեցել ենք, դրանք գրանցվել են էքստրեմալ պայմաններում։ Այսինքն դրանք գրանցվել են, երբ մենք ունեցել ենք պատերազմական վիճակ, կիսապատերազմական վիճակ, տարբեր ֆորս մաժորներ եւ ոտքի տակ ընկնող ամեն ինչին խանգարող գործակալական ցանց։ Եվ դուք կարող եք պատկերացնել, թե խաղաղության պայմաններում, ապաշրջափակման պայմաններում ու ավելի առողջ մթնոլորտում մենք իրար հետ ինչ արդյունքներ կարող ենք ստեղծել ու ինչ զարգացման մակարդակի կարող ենք հասցնել մեր երկիրը։ Ու սա ռոմանտիկա չի, որովհետև այս ամեն ինչը կարելի է հստակ ապացուցել թվերով, վերլուծություններով։ Եվ եթե անկեղծ ասեմ, ես մտածում էի ի սկզբանե, հույս ունեի, որ այս քարոզարշավը մի քիչ կտարբերվի։ Կտարբերվի նրանով, որ պայքարը կլինի գաղափարների շուրջ, ծրագրերի շուրջ, որ կբանավիճենք տարբեր թեմաներով, ընդդիմությունը իր ծրագրերը կառաջարկի, մենք մեր, բայց շատ արագ այդ հույսը մարեց ու հետո հասկացա, որ եռագլուխ ուժի ներկայացուցիչների հետ այդ թեմաներով քննարկումներ անելը ամենաանիմաստ զբաղմունքն է։ Դա նման է նրան, որ ինչ որ մեկը պարանը վերցնի, գաուզենա քեզ խեղդի ու դու սկսես իր հետ քննարկել, թե օրինակ այդ պարանի գույնը որքանով ասազում իր փողկապի գույնին։ Այսինքն իրենք լրիվ ուրիշ նպատակներով եկած մարդիկ են եւ իրենց միավորում է ոչ թե գաղափարը, ոչ թե ծրագիրը, այլ իրենց համախմբում է փողը եւ տարբեր ուղեցույցներով իրենց եկած հանձնարարականները։ Իսկ այդ գույնզգույն բուկլետները ու այդ հեքիաթային խոստումները, որ իրենք տալիս են, դրանք ընդամենը ծխած ածկույթ են, որպեսզի քողարկեն իրենց հակապետական նպատակները։ Ու իրենց ինչ են ասել, ասեն գնացեք նախկին ձևերով, ընտրակաշառքով, մնացած մեթոդներով ձայներ ապահովեք ու թքած թե հարյուրավոր մարդիկ չեն բռնվի։ Ասել են մի քանի կեղծ թեզեր էլ կտանք, դրանք կշրջանառեք, երևի որոշ մարդկանց համար ռուսերեն տառերով են այդ տեքստերը տվել, ու նաև ասել են այդ ընթացքում էլ խելքներդ ինչ բրդի կասեք, ինչ խոստումներ ասեք կտանք եւ ինչ հեքիաթ ուզում եք կպատմեք։ Ու իրենք պատմում են այդ հեքիաթները։ Ու հանկարծ սկսել են ժողովրդին հիշել, ինչ որ մեծ մարդասերներ են դարել, բայց ցավոք սրտի իրենց համար ցավոք սրտի ժողովուրդը իրենց մինչև այսօր շատ լավ հիշում է։ Ու այդ մարդիկ այսօր վերահաստատում են, որ իրանք ոչ միայն սեփական ժողովրդին չեն սիրում ու դա կեղծ է, այլև վերահաստատում են, որ ատում են ու արհամարում են իրենց ժողովրդին։ Ու Հայաստանի քաղաքացին իրենց համար ընդամենը ձայն է, որը կարելի է գնել 20,000 դրամով կամ 10,000 դրամով ու հետո տարիներ շարունակ հարստահարել։ Մի երկու կարևոր բան էլ ասեմ, ավելի էմոցիոնալ տիրույթից։ Դուք զգացել եք, թե այս մարդիկ ինչ ոգևորություն են ապրում, երբ Հայաստանում որևէ բացասական բան է տեղի ունենում։ Լինի բնական աղետ, սահմանային սրացում, կամ ասենք հայկական մրգերի արտահանման հետ կապված խնդիրներ։ Իրենք միանգամից ոգևորվում են ու փափագում են, որ ավելի շատ խնդիրներ ծագեն, որպեսզի իրենք խոսելու բան ունենան։
կամ ոնց են ուզում ամեն լավ բան սևացնել։ Ու հետո երբ իրենց արածները հերքվում են, որևէ մեկը դրա համար ներողություն չի խնդրում ու անցնում են հաջորդ ստերին։ Ու այնքան են տարվել այդ գործով, որ արդեն չափը կորցրել են ու սկսել են իրենք թեմաներ հորինել։ Իրենք իրենց հորինած թեմաների վերաբերյալ հոլովակներ նկարել, գովազդել ու այդ ամեն ինչը անում են, որպեսզի սեփական ժողովրդին ստրեսի ենթարկեն, որովհետև իրանք դրանից հաճույք են ստանում։ Ու հակառակն էլ կա։ Շատ են նեղվում, երբ որ մի հատ լավ փոփոխություն ա լինում, ասենք օրինակ թոշակներ են ավելանում, կամ շատ են նեղվում, երբ որ տեսնում են ժողովուրդը խաղաղվել է, ուրախ է ապրում, գնում է համերգների, տարբեր փառատոնների ու թարսի պես վերջի շրջանում Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների պակաս չկա։ Այսինքն ամեն օր մենք այդ մարդկանց ստրեսի ենք ենթարկում։ Իսկ զորահանդեսից հետո իրանց տարած ստրեսը ինձ թվում է դեռ մինչև այսօր չեն հաղթահարել։ Ու ժողովուրդ ջան, լավ նորությունը այն է, որ իրանք միշտ այդպես էլ նեղված մնալու են, որովհետև մենք փակել ենք սքի ու տառապանքի մեջ ապրելու այդ էջը, այդ դուռը, ու հիմա մնում է մի հատ կողպեկ կախենք այդ դռան վրա, որ ոչ մեկը չկարողանա բացել, ու կախելու ենք այդ կողպեքը ձեզ հետ միասին։ Ես գիտեմ, սիրելի բարեկամներ, որ այս նախընտրական շրջանը այդ նեգատիվով, այդ մաղձով բոլորիս նյարդերը քայքայել է, բայց լավ նորություն կա, որ մնաց ընդամենը մի շաբաթ, մի քիչ էլ դիմացեք, եւ երկրորդ լավ նորությունը այն է, որ այդ ամենի արդյունքում ջրերը լրիվ պարզվել են, այսինքն ամեն ինչ ակնհայտ է դարձել ու արդեն մարդիկ հստակ գիտեն ով է Հայաստանի Հանրապետությունում ու ինչ է անում ու ինչ նպատակով։ Հայաստանում արդեն բոլորը անվանական գիտեն ընդդիմության անվան տակ թաքնված գործակալներին։ Ու Հայաստանում բոլորը գիտեն, որ նրանց փորձում են փաթաթել մեր վզին։ Բոլորը հասկացել են, որ նրանք փաթաթովի ընդդիմություն են։ Ու կապ չունի փաթաթել փորձողը ով է, կամ ինչ փաթեթով են փաթեթավորում։ Հենց մենակ նրա համար, որ իրենք փաթաթովի ընդդիմություն են, հունիսի 7-ին մեր ժողովուրդը պիտի իրանց հետ փաթեթավորի ու ուղարկի համապատասխան հասցեով անվերադարձ։ Ու Նիկոլ վարչապետ Ես կես րոպե էլ խոսամ ու ավարտեմ։ Ժողովուրդ ջան, դրա համար հունիսի 7-ը մեզ համար պարզապես հերթական ընտրություններ չեն։ Հունիսի 7-ը ես ընկալում եմ որպես անկախության հանրաքվե։ Մենք պիտի ընտրենք, մենք որ ճանապարհով ենք գնում։ Մենք գնում ենք ինքնիշխան, անկախ, զարգացած պետություն ունենալու ճանապարհով, թե վերածվելու ենք ծայրագավառի ու ոմանց մեր գլխին գուբերնատորներ ենք արգելու։ Ովքեր առաջին տարբերակի կողմնակիցներ են, իրենցից մի հատ փոքր բան է պահանջվում, որ հունիսի 7-ին իրենց թանկարժեք ժամանակից ընդամենը կես ժամ հատկացնեն ու մի պարզ գործողություն կատարեն։ Վերցնեն 16 համարի քվեաթերթիկը, դնեն ծրարի մեջ ու ընդմիշտ փակեն այն էջը, որից վերջապես մենք դուրս ենք եկել ու չենք ուզում վերադառնալ։ Հանուն խաղաղ ու ինքնիշխան երկրում սովորական կյանքով ապրելու իրավունքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալություն։